Պարոն նախագահ, նաև ամփոփելով օրվա միջոցառումը, ձեր հիշողությունները Աշոտ Նավասարդյանի մասին, ինչպես եք նրան հիշում։ Ես մի առիթով ասել եմ, որ Աշոտը Նավասարդյան հույսի, էներգիայի մարմնացում էր։ Նա ուներ երազանք, ուներ նպատակ եւ ուներ բավարար կամք այդ նպատակին հասնելու համար։ Նա եւ իր ընկերները իմ համոզմամբ այսպես փոխանցողի դեր էին կատարում մեր ազատատենչության, հայրենասիրության գաղափարները իրենց սերնդից մեր սերնդին փոխանցելու գործում։ Վերջիվերջո ինքը վտանգելով իր բարեկեցությունը, ընտանիքի հանդարտությունը, իր առողջությունը, այստեղ նոր իր աղջիկ Անուշը ասեց, որ չի հասցրել կրթություն ստանալու, լավ կրթություն ստանալու այդ հնարավորությունները, բայց ի վերջո հասավ իր նպատակին։ Մենք ունեցանք երրորդ հանրապետություն, բայց ցավոք սրտի ինչ իմանար Աշոտը, որ իրենից 25-30 տարի հետո Հայաստանում կարող են լինել ղեկավարներ, ովքեր Արցախը բեռ կհամարեն, Շուշին կհամարեն դժբախտը դժգույն քաղաք ու կասկածի տակ կառնեն ցեղասպանությունը։ Պարոն նախագահ, այս ամենը սկսվեց հենց ձեզ, այսպես ասած, մերժելու գործընթացով, մերժեցին սկզբում ձեզ, հետո Արցախը, հետո Արցախում հայերի ապրելու իրավունքը, հիմա մերժում են գաղափարները, նպատակները, որոնց համար նաև ներդրում է ունեցել Աշոտ Նավասարդյանը, երբ պիտի կանխվի սա, ով պիտի մերժի մերժողներին։ Իրանք իրենց են մերժելու, իրանք իրենց են մերժում։ Կգա ժամանակը բոլորը վեր կենան եւ իրենք իրենց մերժած մարդկանց կուղարկեն իրենց տները։ Շնորհակալ եմ։